Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Մի հայտնի ասացված կա. եթե ուզում ես արագ գնալ, գնա մենակ, բայց եթե ուզում ես հեռու գնալ, գնա թիմով։ Իսկ ամերիկացի հայտնի դիվանագետ Հենրի Քեսինջերն ասում է, եթե չգիտես թե ուր ես գնում, ոչ մի տեղ էլ չես հասնի։ Մենք խոսելու ենք այսօր բիզնես միջավայրից եւ կառավարումից եւ հեռանկարներից։ Մեր հյուրերն են Հայաքվե միավորման վարչության անդամ պարոն Հրեր Կոմենդանտյանը, բարև ձեզ, եւ Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի հիմնադիր ղեկավար պարոն Գագիկ Մակարյանը։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության անդամ Միքայել Մելքումյանը եւ տվյալ.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը։ Այսօրվա մեր թեման պաշտպանված բիզնեսն է իր ողջ գործիքակազմով եւ սկսենք ձեզնից պարոն Մակարյան, ինչ է Հայաստանում պակասում կամ այսօր ինչ միջավայրում է բիզնեսը, պաշտպանված է, ռիսկեր կան կամ ինչ պետք է հաշվարկել այս տիրույթում։ Իրականում ես ասեմ, որ միջավայրը բիզնեսին աջակցող կոմպոնենտներից միայն մեկն է, գլխավորներից մեկը։ Իրականում դրանք մի քանիսն են, ես կխոսեի նաև կադրերի մասին, որը շատ հիմա որոշիչ է դառել ձեռնարկատիրական գործունեության համար, ֆինանսների հասանելիության խնդիրները, դերևս գնողունակության խնդիրները, որ շուկայում կան, սահմանափակվածությունը եւ պետական աջակցության գործիքակազմի ոչ կատարյալ լինելը, դերևս բազմաթիվ թերություններ կան եւ այս բոլորի հետ մեկտեղ, երբ որ ժամանակները փոխվում են եւ արտաքին միջավայրն է փոխվում, կան ներքին միջավայրն է փոխվում, այդ թվում նաեւ քաղաքական ներքին միջավայրը, այս բաղադրիչները տարբեր կերպ սկսում են ավելի իրենց մասին զգացնել տալ եւ բիզնեսը դժվարանում է հաճախ դիմակայել այդ բոլոր փոփոխություններին միաժամանակ, որովհետև ավելի շատ սկսում են ընդգծվել հատկապես գործարար միջավայրում անհավասար մրցակցության երևույթներ, որքան էլ որ տարիներ շարունակ մեր պետությունը տարբեր կառավարություններ դրա համար պայքարել են։ Երկրորդը, որ ստուգումների համակարգում կան խնդիրներ, որոնք որ վարչարարական գործիքակազմով դեռևս կատարյալ չեն եւ ունեն որոշակի գուցե ակնհայտ ոչ հետապնդման նպատակ, բայց վերջին արդյունքում հետապնդման ինչ-որ նպատակներ այնուամենայնիվ լինում են։ Եվ երրորդը, որ միջավայրի փոփոխությունների դեպքում մենք տեսնում ենք, որ անպայման առաջանում են ավելի այսպես բարյացկան վերաբերմունք սպասող հարաբերություններ, երբ որ բիզնեսը փորձում է իր հարաբերությունները կառուցել արդեն ոչ թե ձեռնարկատիրական մշակույթի շրջանակում, այլ դրանից դուրս հավելյալ գործիքներ է փորձում գտնել իր համար, որպեսզի ինքը կամ հաճոյանա, կամ ավելի բարյացկան վերաբերմունքի արժանանա, կամ իր շահերը զարգացնի եւ այդ նպատակով կարող է տարբեր կերպ փորձել ինտեգրվել, տարբեր կերպ կարող է ուրեմն հարաբերություններ զարգացնել, սկսած կոռուպցիոն ռիսկերից մինչև ընտրական արշավների գործընթացներ կամ ասենք թե հետագայում ազգային ժողովի հետ կամ կառավարության հետ հարաբերություններ կամ ինչ որ միջոցներ հատկացնելով նպատակների համար եւ այլն։ Եվ այստեղ նաեւ այս իրավիճակում շատ ամենաուժեղ այդպես արտահայտող գործոնը նաեւ պետական գնումների համակարգն է, որը որ ընդգծված ցույց է տալիս արդեն այդ հարաբերությունները ինչպես են կառուցված, լավ են թե վատ են, առողջ են թե հիվանդ հարաբերություններ են։ Մեկ անձից գնումներն են, որոնք իրենց մեջ պարունակում են ռիսկեր բազմաթիվ։ Այս պահին անորոշության դաշտը մեր ձեռնարկատերի համար շատ մեծ է։ Մենք տեսնում ենք արտաքին մեծ փոփոխություններ, փողի հոսանքների տարբեր փոփոխություններ, որոշ ձեռնարկատերեր այս պահին սնանկ են ճանաչվում կամ այսպես ասած գնահատի սնանկացման եզրին են, կացված նրանից, որ Պարսկաստանի հետ առևտուր էին անում կամ ներմուծում էին որոշակի ապրանքներ սննդամթերք, որոնցով իրենց բիզնեսը կարգավորում էին, խնդիրներ ունեն, բայց մյուս կողմից բավականին մեծ քանակությամբ փողի հոսանքներ են այս պահին Հայաստանի Հանրապետություն գալիս եւ այս պահին գրեթե նույն գործընթացներն են տեղի ունենում ներքին շուկայում ինչ որ 22 թվականի սկզբին
ու բավականին մեծ քանակությամբ վերադասավորումներ են լինում, որի արդյունքում տարվա վերջին կարող է ունենանք տնտեսական աճ, կարող ունենանք տնտեսական ճգնաժամ, դրան կան որոշակի պատճառներ, բայց այս ամեն ինչի արդյունքում այսպես ասած վերադիրքավորումների արդյունքներում նույն մարդիկ չեն լինի, որոնք վերևներում են լինելու կամ տարբեր մարդիկ տարբեր ձև են շահելու։ Եվ երկրորդը ինչ կա, դա հարկային բեռի մեծացումն է, որովհետև տարեստարի տարբեր հարկատեսակներ եւ турքեր հանկարծակի բարձրանում են առանց նախապես զգուշացնելու բիզնեսին։ Օրինակի համար 22 թվականին շինարարության ոլորտում турքերը բարձրացան, որը շատ փոքր ու միջին ձեռնարկատերերին, շինարարներին գրեթե սեփականացման եզրին դրեց։ 25 թվականի սկզբին շրջանառության հարկը 5%-ից 10% բարձրացավ, այս տարի ակցիզային հարկը բարձրացավ, այսինքն սա նույնպես որոշակի մի կողմից այսպես ասած հարկային բեռն է մեծանում, հարկային վարչարարությունն է մեծանում, մյուս կողմից անորոշության դաշտն է մեծանում։ Սակայն այս պահին բավականին մեծ քանակությամբ կապիտալ է ներհոսում։ Ինչ պատճառով այդ պարագայում։ Կապիտալը տարբեր պատճառով, քանի որ մեր հարևան Պարսկաստանում պատերազմ է եւ արդեն իսկ տնտեսական որոշակի հիբրիդային պատերազմի գործիքներ կիրառվել են Պարսկաստանի վրա, որի արդյունքում պարսկական լիրան 45,000-ից միանգամից թռավ այս պահին 1.4 միլիոն է $1 հանդեպ։ Դա իրականում նախապատրաստվեց 2025 թվականի վերջին եռամսյակում, որի արդյունքում հենց այդտեղ դեռևս բավականին մեծ քանակությամբ արդեն իսկ փող մտավ Հայաստանի Հանրապետության Պարսկաստանից, Ռուսաստանից նույնիսկ փողը մտնում է։ Այս պահին Պարսից ծովածոցից Դուբայից բավականին մեծ քանակությամբ փող է մտնում Հայաստանի Հանրապետություն, որը նույնպես որոշակի այսպես ասած խնդիրներ կարող է առաջացնել, բայց սա հավելյալ գումար է, որը այս կարճաժամկետ ընթացքում ստիմուլ է հատկացնելու տնտեսության ոլորտ ճյուղերին։ Մշտապես ձգտել կայունության հնարավոր չէ, բայց պետք է պատրաստ լինել տարբեր փոփոխությունների, չէ՞։ Իհարկե։ Եվ ձեր առաջարկը։ Իմ առաջարկը կոնկրետ փոփոխությունների հետ կապված եւ ապահովագրության հետ կապված հետեւյալն է, որ մենք ունենք քննարկում ենք տնտեսություններին սպառնացող վտանգները, ռիսկերը։ Ռիսկերը մենք դիտարկում ենք, խմբագրում ենք եւ բաժանում ենք երկու խոշոր խմբերի։ Դրանք երևույթական ռիսկերն են եւ անտեսանելի ռիսկերը։ Այդ երևույթական ռիսկերի մեջ մենք կարող ենք ընդգրկել հարկերը, մաքսերը, պետական միջամտության զանազան դեպքերը, զանազան փաթեթավորումներով, իսկ ոչ երևույթական տակ գնաճը, լոգիստիկ վտանգները, փոփոխությունները եւ այդ ռիսկերը գնահատելու եւ ռիսկերը ապահովագրվելու համար գոնե տնտեսությունների մակարդակով մենք պետք է ունենանք անվտանգության բարձիկներ։ Այդ անվտանգության բարձիկները դրանք առաջնահերթ, քանի որ մեր գոլեգան հիշատակեց արտաժութային այդ տատանումները, խոշոր բազմակի տատանումները, կոնկրետ մեր տնտեսվարողների համար առաջնային խնդիրներից մեկը դա արտարժութային բարձիկի հավասարակշռումն է, տարբեր ենթադրենք արժույթներով հաշվարկած, դա առաջին։ Երկրորդ տնտեսությունները պետք է ունենան իրենց անվտանգային բարձիկները անձնակազմի հետ կապված, որովհետև գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում հոսունությունը, ձեռնարկությունը շատ մեծ է, եւ դա տնտեսությունները կարող է բերել հանգեցնել որոշակի բացական հետևանքների։ Հաջորդը դա պետական միջոցառումների ընթացքում պետական մարմինների շփումների ռիսկերն են, վտանգներն են, եւ այս վտանգները բնական արհավիրքի բնույթ են կրում որպես կանոն Հայաստանում։ Այն իմաստով, որ մեծամասամբ չհաշվարկած տնտեսագիտական հիմնավորումից կարելի ասել բացարձակ զուրկ միջոցառումներ են ծրագրավորում, իրականացում եւ այն մեր հանրային հերոսի պես ասած Գյադեկեյան, այս տրամաբանությունն է կարծես Քաշնազարին նկատի։ Այո, Քաշնազարին։ Եվ հիմա խնդիրը գիտեք որն է, խնդիրն է, որ մենք կարևորագույն մի թեմայի պետք է առանձնացնենք։ Դա լոգիստիկ վնասն է, որը առանձին աշխարհաքաղաքական հայտարարությունները հասցնում են բիզնեսին։ Գաղտնիք չի, որ մեր առևտրատնտեսական խոշորագույն պարտները Ռուսաստանի Դաշնությունն է եւ մեր արտահանման եւ ներմուծման մեջ նրանց հետ մրցակից բացարձակ չկա։ Բայց Ռուսաստանի Դաշնության նկատմամբ,
նրանց ղեկավարների նկատմամբ, տնտեսական, ենթադրենք խոշորագույն կորպորացիաների նկատմամբ առանձին մարդիկ են հայտնվում էկրաններին, չէ՞։ Մեդիա ինչ որ տիրույթներում հայտնում, ասում ինչ որ հայտարարություններ կատարել, ինչ որ եսի ինչեր են անում, այս մարդիկ մոռանում են, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ ապրանքաշրջանառությունը արտաքին կատարում է այդ երկրի հետ։ Այս իմաստով սա ռիսկ է գոյացնում տնտեսությունների համար, որովհետև հայտարարություն անողների մեծ մասը ռիսկերի մասին նույնիսկ գաղափար չունեն։ Դուք լուրջ եք վերաբերում այդ հայտարարություններին։ Այս հայտարարությունների որպես այդպեսին այդպեսին լուրջ եմ ընկալում, որովհետև երբ որ մենք հիմնական լոգիստիկ կապերով զբաղվող, օրինակ տրանսպորտային կամպանիաների ղեկավարների եւ տեղում աշխատողների հետ խոսում ենք, մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր նույնիսկ փոքրիկ նման ձախողված հայտարարությունը նրանց կյանքը Ռուսաստանի Դաշնությունում Լարսից եկող սկսում է դառնալ ավելի դժվար եւ սկսում է ավելի ստվերային գանձագումարների, այսպես ասած, գանձելը։ Սա մեծ վնաս է հասցնում տրանսպորտային կամպանիանը եւ տրանսպորտային կամպանիաների հետ աշխատող մեր տնտեսվարողների մոտ ինքնարժեքի բարձրացում է իրականացնում։ Պարոն Մելքումյան, եւ ռիսկերի մասին, որ սպառնում են բիզնեսին, եւ նաեւ գուցե դիտարկումներ գործընկերների արած հայտարարությունների մասին։ Տեսեք, նախ մենք պետք է հասկանանք, որ գործարար միջավայրը ձևավորվում է պետության կողմից խաղի կանոնների սահմանմամբ։ Այսինքն միջավայր նշանակում է, որ միջավայրում խաղի հստակ կանոններ պետք է լինի, որ այդտեղ գործող խաղացողները լավատեղյակ են եւ պահպանում են այդ խաղի կանոնները։ Ով է սահմանում խաղի կանոնը, դա պետությունն է։ Ինչ գործիքներով է սահմանում։ Տարբեր օրենքներով, հարկային, մաքսային, լիցենզավորման, ամենատարբեր խաղի կանոններով, որոնք իրավական են կոչվում։ Բայց դրանից բացի կա մրցակցային խաղի կանոններ, ճիշտ է, մրցակցության պաշտպանության մասին օրենք կա եւ Հայաստանում չի գործում հակամենաշնորհային օրենսդրություն, մենք մրցակցության պաշտպանության օրենքով ենք, այսինքն այսպես կոչված գերակա դիրքի սահմաններում ենք, մենաշնորհը մեր մոտ արգելված չէ, բայց մշտական մոնիտորինգի տակ է պետության կողմից այդ 33% եւ ավել շուկայի մաս ունենալով, սա էլ է որոշակի խաղի կանոն թելադրում եւ կարեւորը միայն դա չի։ Մենք գնացել ենք վերջի 30-35 տարիների ընթացքում շուկայական հարաբերությունների հարիր ճանապարհով եւ քաղաքական համակարգի փոփոխությունները, խոսքս Բուրգի բարձր կետում գտնվող Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ հիմա լայն առումով լիբերալ ազատական տնտեսության կրողները, ընդհանուր խաղի կանոնները։ Այլ բան է, թե այդ ընթացքում, այս մի օրինակ կբերեմ, ինչ առանձնահատկություններ կա եւ դա ինչպես է ազդում մարդկանց սոցիալական վիճակի վրա, արտագաղթի վրա, ազգային պետական ինստիտուտների կայացման եւ պահպանման վրա, ազգային ինքնության վրա, դրանք շահկապված են, այսինքն գործարար միջավայրը դա կղզի չի, որ այնտեղ ինչ որ իր համար աշխատում են, կտրված է հասարակության ընդհանուր պատկերից։ Նրանք խիստ փող շահկապված են։ Հիմա երկրորդը։ Վերեք տեսնենք, թե այս վերջի 30-35 տարում, որ մեզ մոտ շուկայական հարաբերություններ են, ավելացել են խաղացողները, ձեռնարկությունները անհաձը, թե պակասել են, գնացել են, չեն գնացել, ինչ է կատարում այդ շուկաներում։ Մենք պետք է նայենք երկու տեսանկյունից։ Մեկը ընդհանրական, մյուսը ճյուղային կառուցվածքով, ասենք եթե դա էներգետիկայի ոլորտը լրիվ բնական մենաշնորհների կամ օլիգոպոլ շուկայա քիչ խաղացողներով, եթե դա մանրածախ մեծածախ առևտուրա կամ ծառայություններ լրիվ ազատ կատարյալ շուկայի մոտ է, ինչ է կատարվել տեղ։ Մենք պետք է ասենք, որ գործող ձեռնարկատերերի խաղացողների թվաքանակը առանձնապես շատ չի փոխվել վերջի 10-15 տարում։ Մոտավոր 90-100 հազար հարկատու ունենք, որից խոշոր խաղացողները, որոնք ավելացված արժեքի հարկով են գանձում, 10-12-14 հազար առավելագույնը չի փոխվում, մնացածները շրջանառության հարկ են վճարում կամ ինչ որ ահագին մաս միկրոբիզնես, ասենք 37 հազար միկրոբիզնես, մի 60-55 հազարի մոտ շրջարկով աշխատողներ, սա մեր քարտեզն է, որ ասենք ովքեր են դրանք, խաղացողներ են, չափելի դարձնենք։ Երկրորդ, իսկ շուկաներում խաղացողներ շատ են լինում, ես մի օրինակ բերեմ։ Օրինակ, գիտեք, որ նախորդ տարիներին, սրանից 8 տարի առաջ եւ այլն շատ էր թմկահարվում, որ կան չգրված քվոտաներ, մեկը բանան բերի, մեկը բենզին, սալարկան բերի, մեկը այն բերի եւ տենց մարդիկ ինչ որ արտոնյալ ինչ որ իրավիճակներ ունեին։ Հիմա ես մի օրինակ եմ բերում։ Ընդունենք մենք էս քանի հոգի ենք այստեղ 6 հոգով փորձում ենք մենք ինչ որ սննդամթերք բերենք, ներկրենք, բիզնես անենք միասին։ Առանց ինձ։ Հա, չէ, դուք ոչ դուք пассив կմասնակցեք եւ մեկ էլ ուզում ենք ում ենք տալու որ դա իրացնի։ Եղած ցանցային սուպերմարկետներին, չէ։ Նրանք չեն ընդունի, իրանք են ներկրողները։ Այսինքն
այս փոփոխությունները, որ եղան 18 թվականի եւ շատ բաներ խոսեցինք, որ պետք է սենց լինի, փոխվի մրցակցությունը սենց լինի, տնտեսական քարտեզը ներուժը այնքան հզորացած ա եղել, նա թույլ չի տալի, որտեղ արդեն այդ ցանցային սուպերմարկետները ոչ են գնալու կիլո գյուղական խանութներում տանք, ուրեմն 2010 թվականին Հայաստանում եղել է 22000 փոքր խանութ, տաղավար, կրպակ եւ այլն, հիմա իջել է 6-7000-ի։ Որտեղ փակում են, իմաստ չկա։ Մարդիկ այլևս չեն օգտվում իրանց տան մոտի կլիմատ կոնտրոլ չունեցող փոքր խանութից, ընդհանրապես միաթաց կամ մածուն կարող են առնել, որտեղ իրանց պետքա ցիվիլ, քաղաքակիրթ համակարգ։ Եվ այս պարագայում, ես թվերը խնդրում եմ ուշադիր մեր հեռուստադիտողները, Հայաստան տարեկան ներկրվում է ամենամանր դասակարգմամբ, այսպես կոչված 12 նիշանոց, մոտ 95000 տեսակի ապրանք, 95000 20 սուբյեկտ ներկրողներ բերում են մոտ 65000-ը։ Մնաց 30000-ը 10 տարի առաջ, տենց էլ հիմա է, որտեվ չես կարա դու շուկան մտնես։ Քեզ շուկան ուղղակի որ դու մտնես, պետք է շահավետ աշխատես։ Ես ասեցի արդեն այդ ցանցային համակարգերը իրանք են ներկրում։ Լինում է պատկերը փոխել 10 տարի հետո։ Թե միևնույն է դա խաղի կանոն է, չի շատ բարդ է, մենք պետք է նոր ցանցային համ նույնը բենզինի դիզվառելիքի մասով է, Հայաստանում կա մոտավորապես 1000 բենզալիցքավորման կայան, որից 250-ը Երևան քաղաքում, էլի եթե մենք ուզում ենք դա ներկրենք, մենք կամ պետք է շատ ցածր գնով որ անհնար է, որպեսզի մենք ում պետք է տանք վաճառեն, այսինքն Հայաստանը ինքը չափերով այնպիսի երկիր է, արդեն այս տնտեսական խաղացողները խոշոր գրաված է դաշտը, նոր մուտքերի համար պայմանները շատ փոքր են։ Ինչ որ դատապարտված մի բան կա, ինչ էլ անես, ոչ մի բան չի փոխվում։ Չէ, դե հիմա պետք է այ դրա համար, ես հիմա չեմ, պետք է վարել լրիվ նոր տնտեսական քարտեզ գրել, բայց դա ինչպես է հնարավոր այդ պարագայում։ Շատ լավ։ Հայաստանի ռազմավարությունը տնտեսական առումով ո՞րն է։ Մենք ինչ ռազմավարություն ունենք։ Ինչի վրա ենք շեշտը դնում, ո՞րն է մեր ուժեղ կողմը, ո՞րն է թույլ կողմը, թե բախտի բերումով մի օր թե Իրանում կլինի որևէ դրություն, մի օր ռուս-ուկրաինական պատերազմը եւ մենք ըստ իրավիճակի կկառավարենք մեր տնտեսությունը, պարոն Մակարյան։ Ուրեմն եթե նայենք տարիների էվոլյուցիան, ապա կարող եմ ասել, որ տարիներ շարունակ մենք ունեցել ենք երկարաժամկետ գրված ռազմավարական ծրագրերի զարգացման, ասենք 10-15-20 տարվա տևողություններով։ Եվ դրան զուգահեռ սկսել ենք զարգացնել նաև տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարություններ։ Գլոբալ տնտեսականը ընդամենը, եթե չեմ սխալվում, 24 թե 23 թվականին ընդունվեց, այնտեղ հիմնականում 5 ուղղություններ են, գերակայություններ են, որը ներառում է նաև կանաչ էկոնոմիկա եւ այլն, բայց այդ փաստաթուղթը շատ անհաջող փաստաթուղթ է։ Ինչու անհաջող, որովհետեւ դա քննարկվեց էկոնոմիկայի նախարարությունում, տարբեր բիզնես ասոցիացիաների հետ եւ շատ մեծ դիտողություններ արվեցին, շատ դժգոհություններ եղան, պայմանավորվածություն եղավ, որ պետք է վերամշակվեր եւ նորից ներկայացվեր, բայց չգիտես ինչպես վերամշակվեց ու մեկ էլ մի օր հայտնվեց կառավարության սեղանին եւ հաստատվեց այդ փաստաթուղթը, ընդունվեց եւ այդ փաստաթուղթը համարյա չէ հիշատակվում։ Արդեն անցել է 2 տարից ավել, այսինքն ինքը արդեն հնացած փաստաթուղթ էր հենց այդ գրված ժամանակ, ուր մնաց որ հիմա արդեն որ երբ որ մարտահրավերները փոխվել են բավականաչափ։ Հիմա խնդիրը ինչն է, որ կառավարությունները պետք է ուշադրություն դարձնեն։ Առաջինը, որ պարոն Մերկոմյանն ասաց, Հայաստանի շուկայի գնողունակությունը եւ ներքին սահմանափակվածությունը, գումարած դրան տարբեր անհավասար մրցակցության կամ այլ երևույթներ, եղած չեղածը մի քիչ մեծ թիվ գուցե ասեց պարոն Մերկոմյանը, 70-80 հազար հարկատուի մասին է խոսքը գնում։ Տարիներ շարունակ համարյա դրա վրա, պլյուս-մինուս կարող է 5000 ավել կամ պակաս։ Այսինքն բոլոր ժամանակներում ինչքան որ լավ ու վատ օրեր են եղել, միջինացված համարյա թե դրանից ավել ձեռնարկատիրություն չի եղել Հայաստանում։ Այսինքն չի կարողանում ձեռնարկատիրությունը ինչ որ մեծ այդպես թռիչք ունենալ։ Երկրորդը, որ փոքր ու միջին ձեռնարկատիրություն, հատկապես փոքր բիզնեսի աճի տեմպերը այնպիսին են, որ երկար տարիներ ինքը չի կարողանում վերածվել փոքրից դեպի միջինի, միջինից դեպի խոշորի, կամ միկրոից դառնա փոքր։ Ինքը մնում է անդադ նույն կարգավիճակի մեջ։ Աճի տեմպերը նախկինում ՓՄԶ-ների աճի տեմպերը 0.6-0.7% էին, հիմա դարձան ինչ որ 1.2-1.5%, թեկուզ 2% տարեկան կտրվածքով, դրանք շատ չնչին թվեր են, դրանք համարյա կարելի ասել սխալի հաշվարկման մեջ գտնվող թվեր են։ Երրորդը, որ շատ կարևոր կոմպոնենտ եմ ասում, որ Հայաստանում տիպիկ մի նեգատիվ երևույթ կա, որը բնութագրական է համարյա բոլոր ձեռնարկություններին,
դա արտադրողականության ցածր մակարդակն է եւ որակի ցածր մակարդակն է։ Ընդ որում ես թվերով բերեմ մեր վերլուծությունների հիման վրա, որ ընդամենը 10%-ն է ձեռնարկությունների, որոնք ունեն ժամանակակից սարքավորներ ու տեխնոլոգիաներ, որոնք օգտագործում են իրենց հզորությունների 80%-ը կամ մինչև 100%-ը։ 90%-ը աշխատում է թեր բեռնված, թեր հզորություններով։ Ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է պատվերների քիչ լինելով, պայմանավորված է արտահանման խոչընդոտներով ու խնդիրներով, սերտիֆիկացման խնդիրներով, որակի խնդիրներով, նաև 30%-ը ձեռնարկության նշում է կադրերի պակասության կամ նրանց հմտությունների պակասությունը։ Դուք պատկերացրեք 30%-ը ձեռնարկությունների չի կարողանում արտադրողականություն զարգացնել, որտեղ կրթական համակարգը բառի բուն իմաստով չի կարողանում սպասարկել տնտեսությանը։ Դա կլինի արդյունաբերություն, թե ծառայություններ եւ այլն։ Եվ դրա հետ մեկտեղ նաեւ, եթե նախկին ժամանակներում մարդիկ մի քիչ փող էին կուտակել եւ փոքր բիզնեսը զարգանում էր իրենց սեփական փողերի հաշվին, հիմա շատ դեպքերում արդեն միջոցները այնքան չեն, որ բիզնեսը անդադիր սեփական փողը ծախսի։ Վարկերը չի կարողանում վերցնել, որտեղ մարզերում դրանք դատապարտված են վարկ վերցնելու տեսանկյունից, որը կարծում եմ կարևոր խնդիր պետք է լինի էլի ապագա ուշադրության համար, այն է, որ բիզնեսի համար առողջ գույքը կամ գրավի առարկան լիկվիդային չի մարզերում։ Բանկերը լիկվիդային չեն համարում նրանց գույքը։ Եվ հետևաբար այդպիսի բիզնեսը չի կարող վարկեր վերցնել, որովհետև ինքը չգիտի այդ վարկի դիմաց որպես երաշխիք ինչ պետք է տրամադրի բանկին։ Գրավի առարկա անշարժ գույք չի։ Էժան է գնահատվում, չի բավարարվում, շարժական գույքը ցածր է գնահատվում կամ չի բավարարում, կամ շատերը չունեն այդպիսի շատ երկար ժամանակ այդպես եւ դա նոր երևույթ չէ 80% այս բանը գրեթե Երևանում են վերցնում եւ դրա համար այս խնդիրը կա նաեւ այսինքն երբ որ մենք նայում ենք այսպես բոլորը միասին գումարելով մենք կարող ենք ասել որ Հայաստանի տնտեսության մրցունակությունը բարձր մակարդակի վրա չի այնուամենայնիվ ինչքան էլ ասվում է երկրորդը որ պետությունը աջակցում է լիզինգով կամ հետաձգելով հարկերը մոդեռնիզացիայի համար սարքավորներ եւ այլ բաներ ու ներկայացնում է մի քանի հազար ընկերություններ որ ստացել են դա բայց այնուամենայնիվ մեր հետազոտությունները ցույց են տվել որ կեսը համարյա թե ունի 10 տարուց ավել եւ ավելին ասեմ 16-ից մինչեւ 50 տարվա վաղեմության սարքավորումներ ընդ որում եւ հիմնական արտադրական process-ների մեջ եւ օժանդակ process-ների մեջ եւ երբ որ պետությունը մոդեռնիզացնում է օգնում է հաճախ հիմնական մասը մոդեռնիզացնում են, օժանդակ սարքավորումները չեն հասցնում, միջոցներ չի բավարարում։ Եվ ստացվում է, որ էլի, այսպես կոպիտ ասած, մի ոդկից կախ բիզնես, մի ոդկա առողջ է, մի ոդկա կարծես թե անդադ կաղացող վիճակում է։ Հետևաբար լիարժեքություն չի ստացվում, եւ քանի որ լիարժեքություն չի ստացվում, Հայաստանի բիզնեսը այսպես սահմանափակվել է ներքին շուկայում, որոշակի ԵԱՏՄ-ում, որովհետեւ ԵԱՏՄ-ում միջին եւ միջինից ցածր որակի ապրանքները վաճառվում են, ավելի բարձր ապրանքների առանձնապես պահանջարկել չկա, այդ փաստացի իրենք են որակը նույնիսկ այդ ձևով ցածրացնում։ Իսկ Վրաստանը թույլ չէր տալիս։ Իսկ եվրոպական միություն կամ այլ արևմտյան երկրներ, որոնք առաջադիմական եւ զարգացած շուկաներ են, մուտք գործելու համար պետք է լինի բարձր որակ, համապատասխան սերտիֆիկատներ եւ մեծ ծախսեր։ Համապատասխան փորձարկման, ուրեմն հավատարմագրված միջազգային լաբորատորիաների ուրեմն արձանագրություններ եւ նաեւ ես չեմ թաքցնում քննադատելով նաեւ բիզնեսին ձեռնարկատիրական բարձր մշակույթ այսինքն մշակույթ ասելով նկատի ունեմ հարաբերվել արևմտյան պարտների հետ բարձր մակարդակով վստահելիության մակարդակով ժամանակին ճշտապահության մատակարարման ճիշտ ռիթմերի արբիտրաժային տեխնոլոգիաների իմացությամբ պայմանագրեր վարելու գիտելիքներով եւ այլն եւ այլն եւ լոգիստիկան բնականաբար այստեղ Պարոն Մակարյանի թվարկածները երբ կարող են իրականություն դառնալ Հայաստանում, պարոն Թավադյան։ Տեսեք, այս պահին եւ դրամավարկային քաղաքականությունը եւ հարկաբյուջետային քաղաքականությունը ընդհանուր տնտեսական քաղաքականությունը այնպես է դրված, որ արտադրողին արտադրությանը եւ արտահանմանը չի օգնում։ Ինչի նկատի ունեմ ես։ Վերցնենք կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը, որը երկու ուղղությամբ կարող է իրականացնել։ Առաջինը դրամի կամ փոխարժեքի երկարաժամկետ արժե զրկման քաղաքականությունը, որը բերել է նման, որ մեր ապրանքը արտասահմանում ավելի մրցունակ է։ Այսինքն, եթե այս պահին ենթադրենք փոխարժեքը $1 500 դրամ է կամ 400 դրամ է, այս պահին ենթադրենք։ Մենք սարքեցինք 500 դրամ,
Առաջ մեկ խնձորը արտադրում էինք 400 դրամով, վաճառում էինք $1, հիմա արտադրում ենք նույն 400 դրամով, բայց քանի որ փոխարժեքի 500 է, 1.8 ենք վաճառում, այսինքն ավելի մեծ ձեռ է տալիս, կամ ավելի թանկ ենք վաճառենք, կամ ավելի մրցունակ կարող ենք լինել։ Մենք սա չենք անում, մենք հակառակն ենք անում, մենք դրամը ամրացնում ենք ժամանակի ընթացքում ու սա տեսնում ենք 2022 թվականին 520-560 դրամ էր, այս պահին գրեթե 375-ի է հասել։ Ու սա բերում է ոչ թե ներմուծման իրականում, այլ սա բերում է առաջին հերթին բանկային համակարգի աջակցմանը, որը մենք տեսնում ենք ֆինանսական գործիքներին աջակցել է, որպեսզի փող պատտվի Հայաստանում։ Այսինքն մենք աշխարհին ասում ենք, որ այստեղ մի բերեք, ներդրում արեք, ձեռնարկություն կազմակերպեք, ձեր հավելյալ գլխացավանքներ կունենաք։ Բարդ հարկաբյուջետային համակարգ, բարդացված որոշակի կանոնակարգեր եւ այլ խնդիրներ, բերեք դրեք ձեր փողը բանկային համակարգ 10%-ից ավել ձեզ ավանդ եք տալիս, հետ կբերեք։ Եվ ու դրա բերում է նաեւ բանկային միայն հիմնական բանկային համակարգի զարգացման։ Այս պահին 10 խոշորագույն հարկատուներից 2-ը բանկերն են մեր մոտ։ Ինչպես նաեւ մեկը, նույնիսկ 2-ը վերարտանող կազմակերպություններ։ Այսինքն սա պիտի հասկանանք, նույնել հարկաբյուջետային քաղաքականություն նույնպես այնպես է արված, որ հիմնականում բանկային համակարգը շահի։ Օրինակներ, եկամտահարկի հետ վերադարձի օրենքը հիմնականում ոչ թե ուղղված էր միջին քաղաքացիություն բնակարանում ապահովելուն, այլ 2015 թվականին արժութային ճգնաժամից հետո, Ռուսաստանի արժութային ճգնաժամից հետո բանկային համակարգը փրկելուն։ Նույն էլ այլ գործիքներ 2025 թվականին, երբ որ հայտարարվեց, որ համաներվելու է ժամկետանց մարդկանց ժամկետանց պարտավորություններ բանկային համակարգին, նույնպես նպատակը բանկային համակարգին հարստացնելն է։ 214,000 եթե չէ։ 218,000 հոգի մինչև 1 միլիոն դրամ, որը նույնպես խնդիր է ցույց տալիս, որտեղ այս պահին, եթե շեմը հանենք, մոտավորապես 300,000 հոգի կա Հայաստանում, որոնք սև ցուցակում են բանկային համակարգում, այսինքն 6-ից 1-ը սև ցուցակում է բանկային։ Բայց դրանք պետք է տեղավորվեն աշխատանքի։ Այդ չաշխատեց այդ ծրագիրը, ընդամենը եթե չեմ սխալվում 6,000-7,000 հոգի 218,000 հոգուց դիմեց, բայց դա չի խնդիր, հիմնական շեշտը այն է, որ մեր համակարգը այնպես է ստեղծված, որ աջակցում է առաջին հերթին ֆինանսական գործիքները, բանկային համակարգը։ Ինչու է այդպես մտածում պետությունը, ինչու է այդ քաղաքականությունը վարում։ Սա դեռ նոր չի արված, սա, այսինքն նախկին կառավարությունների ընթացքում էր այսպես դրված, որ հիմնականում հենց բանկային համակարգը խրախուսվի բանը, նույնիսկ 2002-ից 2007 թվականների ընթացքում էր մեր մոտ երկնիշտ տնտեսական աճ էր 12%, եւ մենք Կովկասյան վագրայինքներս մեզ անվանում եւ իրականում այս հիմա ինչ ունենք 2002 թվականից իրավիճակը ու այն ժամանակահատվածը իրար նման են, որտեվ 2002 թվականին փոխարժեքը $1 560 դրամ էր, 2008 թվականին արդեն իջավ մինչև 300, որտեղ բավականին մեծ քանակությամբ փող էր մտել շուկա։ Մինչև 2009։ Այո, մինչև 2009-ը այսօր, հա, ճգնաժամ ունեցանք եւ 14.8%, եթե չեմ սխալվում, անկում ունեցանք, որը մեր անդամ տարածաշրջանում երկրորդ ամենավատ ցուցանիշն է։ Ուկրաինայից հետո։ Բայց մեզ խոստանում էին այդ ժամանակ, որ ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը, ճիշտ է։ Եվ դրանից հարստացավ հենք բանկային համակարգը եւ տները, շինարարությունը, տների գները 10 անգամ աճեցին հենց շրջանակում։ Հիմա էլ նույնը, փող է մտել շուկա, բավականին մեծ քանակությամբ, որի արդյունքում փոխարժեքը արժևորվել է, որը չի նպաստում մեր արտահանմանը, արտադրությանը, սակայն նպաստում է բանկային համակարգին եւ իրանց ֆինանսական գործիքներին, որտեղ հավելյալ մեծ քանակությամբ եկամուտ։ Եթե դուք չեք հիշի, ես էլ ասեմ 2009 թվականին պետական բյուջեի նախագծով, որը 8 թվի վերջում էր, նախատեսված էր, որ 9.2% տնտեսական աճ կլինի երկրում եւ ունեցանք -14.4, այսինքն տեսեք հələ այդ մի քանի ամսում կանխատեսելու անընդունակությունը։ Հիմա էլ իրականում իրավիճակը նույնպես, հիմա էլ մեծ քանակությամբ փող է մտնում տնտեսություն, շատ մեծ քանակությամբ, որը էլի բերել է 2025 թվականի վերջին երամսյակում հանկարծակի տնտեսական աճի, այսինքն ես օրինակի համար եւ շատերը համաշխարհային բանկը կանխատեսում են 5.2%, բայց եղավ 7.2%, այսինքն զուտ այդ ամեն ինչը Պարսկաստանի քանվելը հավելյալ
փողերից, բերեց 2%-ային կետի աճ։ Հիմա էլ այդ գործընթացը շարունակում է, բայց շատ անկայուն գործընթաց։ Բայց Ես հասկացա, որ տնտեսական աճը մեզ մոտ բանկն է, ուրիշ ոչինչ։ Բանկին ասպասարկում է։ Բայց կարևոր դիտարկում կա, որ ինչ որ նշեց գործընկերս։ Տեսեք, կենտրոնական բանկը տոկոսադրույքները իջեցնում է։ Չնայած ես բոլոր արտոնություններին հնարավորություններին կառավարությունը կամ կենտրոնական բանկը չեն պահանջում բանկերից վարկային տոկոսներ իջեցնել, էժանացնել վարկերը, որ էկոնոմիկան զարգանա։ Այսինքն տոկոսադրույքը իջեցնելը դա արդեն պարգև է բանկին։ Դա մեր համար չի տոկոսադրույքները, դա արտասահմանցիների համար են, որպեսզի փողը բերեն, բարձր ավանդներ ստանան։ Դե ինչ է ստացվում։ Եվ այսօր բավականին շատ բիզնեսներ են խոսում այդ մասին, որ եթե բիզնեսին անդադ պիտի հոգնեցնող հանգամանքներ լինեն, ավելի լավ է տանեն ավանդի ձևով գումարը դնեն 10-11%-ով դրամով, քան թե բիզնեսով զբաղվեն, որտեղ բիզնեսը այդպիսի շահութաբերություն չունի։ Բիզնեսը այդպիսի շահութաբերություն չունի։ Հավելեմ, որ կենտրոնական բանկը կամ կառավարությունը բանկերից պահանջելու իրավունք չունի տոկոսներ իջեցնելու, Անուղակի սխեմաներ։ Բայց պարտատոմսերի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսերում ներքին շուկայում 11.5% հասնող այդ եկամտաբերությունը դա նշանակում է 14 էլ կան, առանձին կուպոնային կա 13-14։ Սա նշանակում է, որ կառավարությունը գնում է մի քայլի, որը որ անուղակի կերպով, չերևացող կերպով, դա մեր ասում ոչ երևույթական թշնամիներ կան այն տնտեսական բնակարում, սա խաթարում է ամբողջ ընթացքը։ Հիմա բայց մի խնդրի մասին մենք զրուցենք, հարգելի գոլեգաներ, խոշոր բիզնեսի եւ փոքր բիզնեսի մասին, որտեղ իրողությունները, որոնք որ կան կամ դիտարկումները, դրանք տարբերվում են բիզնեսի, ընդհանրենք շրջանառության ծավալներից, իր չափերից, մի այսպեսի հարց։ Խոշոր բիզնեսը, որպես կանոն, նա ունի իրավական իր թիմը, իրավաբանների նեցուկ թիմը, ունի իր փաստաբանական թիմը, չէ՞, եւ յուրաքանչյուր ընդհանրենք կենտրոնոտ հարցի պարագայում նրանք անմիջապես լցվում են աշխատանքին եւ այդ ռիսկերը չեզոքացնում են միջև ընդհանրենք ներանձնային պայմանավորվածությունները, ասենց ասեմ։ Փոքր բիզնեսում դա բացակայում է։ Փոքր բիզնեսը ոչ փաստաբան ունի, ոչ հաշվապահական հաշվառումով զբաղվող ձեռնարկությունների ծառայությունների, ինքը բացարձակ մենակ է, սկսած հարկային տեսուչից վերջացած ընդհանրենք, որովհետեւ այլ բարձրաճան պաշտոնյա, որը ունի սպეციფიկ պատկերացումներ տնտեսություն վարելու շուրջը։ Հիմա այս թեմայի շուրջը, երբ որ մենք հարցը բարձրացնում ենք, բնականաբար մենք պետք է հարցնենք, ասենք, կառավարությունը ինչ է մտածում, երբ անցյալ տարի այդ փաստաբանական եւ հաշվապահական ծառայությունները իրականացնող ձեռնարկությունների հարկերը բարձրացրեց։ 35%-ի չափ, 40%-ի չափ հարկերն էս մարտիկ տալի։ Այսինքն մենք ունենք սա խնդիր, որ մենք զրուցում ենք, բայց մենք հիմնական մեղավորին կարծես թե չենք տեսնում։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, պարոն Մակարյան, շատ հետաքրքիր հարց բարձրացեցիք, որ գործարարների հետ կապված առանձին ասոցիացիաներ, որոնց շահերը փորձում են ներկայացնել կառավարական առանձին ացիաներում կամ մարդկանց մոտ։ Սուրաստ է ասելու կառավարական ամառանոցներին։ Չէ, հեռու մեզանից մենք լավ հանգստացած ենք, ընդհանրենք մեր այդ ամառանոցային դրեյվը մեզ պետք չի ձմռան մանավանդ։ Հիմա խնդիրը նայեք որն է, որ այս բոլոր ասոցիացիաները աշխատում են, ձայն են բարձրացնում, ներկայացնում են ինչ որ օրինագծերի, նախագծերի, այս են ներկայացնում, որպես կանոն վերջում եք հասկանում ենք, որ այս ամբողջ աշխատանքը ոչ թե ջուրն է լցվել, բայց այս ամբողջ աշխատանքի նկատմամբ ուշադրություն ընդհանրապես չեն դարձրել։ Դա այդ օրվա օրակարգն է։ Սա կարևորագույն հարց է, որովհետև մենք վերջի պետք է հասկանանք, եթե մենք բիզնես կամ բիզնեսը ներկայացող խոշոր ասոցիացիաների աշխատանքը կառավարության հետ չի ներդաշնակեցվում եւ որպես կանոն չի ստեղծվում արդյունքային մոդել, չէ, եւ մենք սրանից պետք է կամ նահանջենք, կամ մենք ունենք այլ տարբերակ։ Հաջորդ տարբերակը դա այդ բոլոր հարցերը լուծելու եւ որ մեզ բոլորին կլսեն եւ լսելու ցանկություն կունենան պարտավորության հետ միասին, դա իշխանության փոփոխությունն է։ Այստեղից բիզնեսով չզբաղվել։ Ոչ, այստեղից պարոն Մեքումյանը կասի իր բոլոր նշումները։ Պարոն Կոմենդացյանը, տեսեք, շատ հետաքրքիր բան է ասում, այսինքն ինքը նկարագրում է մեր գործարար միջավայրի առանձնահատկությունը։ Հիմա պետք է մենք հարց տանք, այս Հայաստանում արկա գործարար միջավայրը միայն Հայաստանին է բնորոշ, թե Վրաստանում էլ, այդտեղից Ադրբեջանում էլ, Թուրքիայում էլ, Իրան, չէ, մենք ունենք
ներքին առանձնահատկություններ, որ բնորոշ են միայն մեզ, որ հատուկ դա իհարկե դրա մասին չենք խոսում, որտեվ այսպես համեմատական վերլուծություններ տարբեր մասնագետների կողմից կա, բայց ներքին միջանձնային եւ տարբեր գրված չգրված հարաբերություններ կան, որ տեսեք, շատ ճիշտ բան է ասում, սրա մասին մենք ժամանակին խոսել ենք։ Խոշոր բիզնեսը, տեսեք, մարդ կա, անկեղծ եմ ասում, տեսեք։ Օրինակ, սպանես երբեք չի ուզենա հարկային գնա, հարկային հետ հարաբերվի, մարդ կա չի ուզում նոտար գնա, մարդիկ կան, որ սիրում են ամեն մարդ իր կոմֆորտ միջավայրը, կոմֆորտ զբաղմունքը ունի։ Իսկ այն մյուսներն էլ փաստաբաններ կան, ասենք ուրիշ մասնագետներ կան, աուդիտորներ կան, հաշվապահներ։ Հիմա եկել ենք այն պահին, որ որակյալ ծառայությունների համար դու պետք է վճարես։ Բայց եթե փոքր բիզնեսը այդքան գումար չունի, որ այդ ուրեմն համարժեք որակյալ ծառայություններից օգտվի, որտեղ եթե օգտվի ինքը շահութաբերությունը չունի։ Խոշոր բիզնեսը ընդունենք, էդ էլ օրինակ Ֆրանսիա, Գերմանիա, թե Հայաստան, ես մի օրինակ բերեմ։ Հիմա եթե դու գնաք, ասենք թե մի հատ Բրյուսելում մտնեք մի որևէ սրճարան, մեծ սրճարան է, կամ ասենք գնաք Բորժոլե, Ֆրանսիայում այդ գինու հայրենիքը գին։ Կտեսնեք, որ այդ տերերը աշխատում են հենց տեղ, այդ սրճարանում էլ իրանք են այդ բաժակները լվանում, որտեվ լրացուցիչ աշխատողներ պահելը, նաև նրանց սոցիալական ապահովություն մեծ բան է, ասում այդքան փող չկա, ես պետք է աշխատեմ ու եկամ։ Մենք մի փոքր գինու արտադրություն ունեցողը մի հատ ծառայողական Mercedes մեքենա ունենա, մի հատ քարտուղարի պայ, ուսենց բանը կապած ման գա, իբրե ինքը այդ բանն է, սեփականատերն է։ Այսինքն սա որոշակի առանձնահատկություն է, բայց կյանքը հղկելու է։ Հիմա գալիս եմ որոշակի այլ կարևոր հարցերի, որ ասեցի, լրիվ նոր տնտեսական քաղաքականություն։ Տեսեք, կոնցեպտը արգարժան գործընկերներ այն է, տեսեք, տարբեր քաղաքական ուժեր, թիմեր, մասնագետներ ասում են, շրջարկը իջացնենք, թող լինի 0, գույքահարկը սենց անենք, ասենք գազ, այսինչը սենց։ Մենք պետք է հասկանանք, մենք ուզում ենք այդ կոնստրուկցիան, շենքը պահպանելով, ինչ որ հիմա կա, նրա մեջ հատվածային փոփոխություններ անենք, թե ուզում ենք այդ շենքի կոնստրուկցիան փոխենք, որ ստանանք լրիվ նոր համակարգ։ Նորը կառուցենք։ Չէ, այդ նոր չէ, դե նորը որ կառուցես, այդ շենքը լպտի բան անի, աշխատի, չենք կարա զրոյացնենք։ Այս սա ես դե պայմանական եմ ասում, ես կարծում եմ, որ տարիներ շարունակ, երբ որ մենք խարխափում ենք եւ անուն ենք կպցնում, այսինչը սենց չի սպասարկում, գնումը սենց է, հայերը բոլորը իրար նման են։ Քաղաքական համակարգի անձերը կփոխվեն, չէ՞ փոխվի։ Հայերը ունեն այդ առանձնահատկությունները, մի քիչ էսկով, մի քիչ այնկով, մենք պետք է անձի վրա բան չհույս չդնենք, մենք պետք է կոնստրուկցիան փոխենք։ Այդ որ ասում եմ նոր տնտեսական եւ արդյունաբերական կոնստրուկցիան։ Ոչ թե պետք է ասեմ այսքան աշխատատեղ կամ այսքան, չգիտեմ, սենց կստեղծեմ։ Ես պետք է ասեմ, որ Հայաստանում փող դնելը ձեռնտու է, որ փողերը պետք է հոսեն ստեղ։ Փողերը պետք է կան առանց կողմ միջավայրը պետք է կանչես, փայփայես, բայց եթե սեփականության ինստիտուտը պաշտպանված չի, եթե հարկայինը այսինչից քրեական գործերը հարուցում են, եք փախնի դա կամ կմնաք ասել սպասեմ տեսնեմ ինչ ակա։ Մենք պետք է ճիշտ նկարագրենք այսան։ Այսինքն փողը ներդրումները չեն սիրում անորոշություններ եւ կասկածներ։ Մենք պետք է քաջալերենք, որ փողերը դրվի եւ ինչ վերաբերում է աշխատանքի արտադրողականությունը, պարզ մի հատ հաշվարկ, որ ասացինք շատ քիչ է։ Վերցնեմ գյուղատնտեսության ոլորտը։ Ես նայեցի սուբսիդավորման ծավալը պետության կողմից, ուրեմն 15-ից 20 միլիարդ դրամ է ամենաշատը։ Եթե ես վերցնեմ այդ 40 միլիոն դոլարի սուբսիդավորումը, որը լիզինգ, վարկերի սուբսիդավորում եւ ապահովագրություն, Մենք բաժանեմ գյուղատնտեսության ոլորտում աշխատողների թվի վրա 300 քանի հազար, ես ամսական ստանում եմ $400։ Այսինքն իսկ աշխատանքի արտադրողականությունն էլ բաժանեմ, ուրեմն այդ 7-8% գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի, ասենք 1 տրիլիոն դրամը բաժանեմ էլի այդ 300,000-ի վրա, էլ ես ամսական ստանում եմ $500։ Խայտարակ ցածր թվեր է, կամ այս վիճակագրությունից մենք պետք է հրաժարվենք, որ սուտ թվեր է, կամ էլ թե չէ սա անհետ ներդրումային միջավայր է։ Մարդը կարող է տարին աշխատի, ոչ մի եկամուտ չստանա, ասի դες մորթում եմ անասուններին կամ այլևս չեմ ցանում, այսպես մի հատ մենք վիճակ ունենք։ Բանկային համակարգի մասին երկու խոսք, պարոն Մակարյան եւ պարոն Թավազյան։ Տեսեք։ Այս սրա մասին շատ եմ ասել։ Առաջին անգամ 25 թվականին Հայաստանում գործող 17 բանկերից մի մասը նրանց բաժնետերը դառան օրինական դոլարային միլիարդատերեր։ Մենք բան շատ ենք, չեմ ամոլում լսում։ Այսինչը ոնց է դառել դոլարային միլիոնատեր, ոչ թե միլիոնատեր, միլիարդատեր։ Այսինքն Հայաստանի այս ամբողջ տնտեսական աճի եւ process-ները ռուս-ուկրաինայի հետևանքով վերարտանում եկան, ներառականությունը բերեց մենակ բանկային համակարգ։ Եվ հետ որ մենք ասում ենք պետական համակարգում պարգևավճարներ են, չէ՞ ստացել։ Հետ էլ չեմ քննարկում, սա շատ քննարկվել։ Իսկ գիտեք բանկային համակարգում ինչքան է ստացել են ամենախոշոր 5 եւ 6-րդ տեղերն անունները չասեմ, 5-րդ տեղ խոշորը, 6-րդ տեղ հարկատուների տասնյակում։
Ուրեմն, եթե 500 միլիոն դոլար այս մի բաժնետերը ստանում է տարեկան մաքուր եկամուտ հարկերը հանած, օրենք կա, որ դրա 5-ից 7%-ը դու top management-ին պետք է բաժանես։ Այսինքն մի 10-12 հոգու դեպարտամենտի տնօրեններ ես, ինչ մի 3 տնօրեն, ուրեմն ստացել է մի բանկում միջև 30 միլիոն դոլար։ Այսինքն մարդկա ստացել է 2-2.5 միլիոն դոլարի պարգևավճար։ Հիմա նրանք ովքեր որ մի 3 տարի առաջ ինչ պատճառներով դուս են եկել բանկից, ասում ես որ դուս եք այս։ Մնա այստեղ այդ 2 միլիոնը ստանայի, այդ պետք չէր մի քան տարի։ Հիմա մենք հասկացանք, չէ, բարյադակներն եմ ասում, հասկանում եք, որ այդ ամեն ինչը գնաց տնտեսական աճը զարգացումը բերեց, եւ ես հիմա մի հատ ձեր հաղորդման ժամանակ հաշվի առնելով որ շատ հարգանքով եմ վերաբերում առաջարկ Հայաստանի եւ անվանը եւ հաղորդումը, մի հատ նոր բան եմ անում, որպես առաջարկ եւ ամփոփում եմ։ Մենք ասել ենք, չէ, երաշխավորված խաղաղություն։ Հիմա ես նոր թեզ եմ երկու հատ առաջարկում։ Երաշխավորված ներդրումներ եւ երաշխավորված տնտեսական աճ ու զարգացում։ Եթե այս երեքը գործի, տեսեք, միտեղ բազիսային երաշխավորված խաղաղություն, հետո պետությունը երաշխիք տվեց դրա հիման վրա, որ երաշխավորված ներդրումներ կան, ոչ թե ասենք աշխատատեղ, հետ էլ ալա, բայց դա հետևանքն է դրա։ Եվ հետո դրա հիման վրա ներդրումների տնտեսական աճ լինի, որ թոշակը ոչ թե 10,000 դրամ, այլ ասենք, ախպեր, մենք կարող ենք 40-50 հազար դրամ թոշակ բարձրացնենք, ոչ պոպուլիստական ձևով։ Այսքանն է։ Լսենք հասարակությանը տեսնենք իրենք ինչ կարծիք ունեն բիզնես միջավայրի մասին։ Այո։ Լսենք։ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար ինչ է պետք։ Սկզբնական գիտելիքները։ Հետո արդեն եթե գիտելիքները կա, հասկանալ գումարը որտեղից պիտի լինի։ Որ փողը հավեն չեր կների։ Ինչպես ես իմ տեսանկյունից կարողանամ դա բացատրել, եթե ես բիզնեսով չեմ հետաքրքրվում երևի, եւ եթե կա, ուրեմն ինչ-որ պայմաններ կան։ Ճիշտ ասած, ես Ռուսաստանում եմ զբաղվել, դե նոր եմ ուզում սկսել։ Կարևորը պատասխանատվություն կա։ Շատ կարևորը դա է, որովհետև բիզնեսի ամենագլխավոր դետալը դա պատասխանատվություն է։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, փոքր բիզնեսն էլ այսօր շատ գումար է պահանջում եւ շատ վարկեր, իսկ վարկերը գիտեք մեզ մոտ բանկերը ինչ բարձր տոկոսով են տալիս։ Ամեն մեկներ իր ֆանտազիան ունի, ամեն մեկներ մտածում է մի բանով զբաղվի։ Մեր հայերը ստեղծագործ ժողովուրդ են։ Ամեն մեկը մի բան գտի կզբաղվի։ Ես քանի որ բանասեր եմ, ես ֆինանսական հարցերում շատ թույլ եմ զգում։ Ես ինքս շատ նախաձեռնող մարդ եմ եւ կանեի։ Պարզապես թոշակառում եմ, այ հիմա հիվանդանոցից եմ գալիս։ Ոնց որ ասում են, դա բիզնես է, բայց կարծում եմ, որ կա, որտեղ իմ շրջապատում շատ մարդիկ, որոնք նախաձեռնել են, հաջողություններ են ունեցել եւ արգելքներ առանձնապես չեն տեսել։ Լսեք, տնտեսությամբ զբաղվելը մեր հասարակության մեջ բզբզալու նման մի բան է։ Ընդհանրապես բզբզանք։ Հա, շարժ։ Բայց դա տաղավարի, կրպակի մակարդակի մեջ է։ Այո, այո։ Ոչ ավելի։ Հետո դուք նշում եք խոշոր բիզնես։ Կարելի է առարկայացնել խոշոր բիզնեսը որն է։ Կարծեմ այն հեռախոսների ներմուծումն ու արտահանումը նույնպես խոշոր բիզնեսի դաշտում է գտնվում։ Դա նույնպես տնտեսության աճ կարելի է համարել։ Պարոն Բախտամյան, կան բիզնես հաջողության պարազիտ մոդելներ։ Ահա։ Այդ պարազիտ մոդելներն ակնկալում որևէ արտաքին կամ ներքին գործոններով պայմանավորված բիզնեսավոր գործարարության տեսակ է։ Ժամանակավոր։ Նրանք իրենց մեջ չեն պարունակում ինովացիոն ինչ-որ բաղադրիչ, չեն պարունակում արտադրողականության բարձրացում, նրանք այդ ասիական ավելի շատ վաճառականական կապիտալի որոշակի դրսևորումներ են, որին հիմա մեկ տեղակ եք դուք այդ հարցը ներկայացնում եք։ Բայց ես օգտվելով դրանից ասում եմ մեկ այլ հարցի կողմ գնանք, որովհետև նայեք, մենք 2-3 տարի առաջ Պեկում նախագահ կար Ռուստամ Բադասյան անով։ Ռուստամ Բադասյանը հեռացվեց աշխատանքից նրա համար, որովհետև մոտավորապես 214 միլիարդ դրամի թերակատարում կար հավաքագրման իմաստով։ Բայց Ռուստամ Բադասյանը մեղավոր չէր։ Հիմա պարզաբանում ինչու մեղավոր չէ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այդ հորիզոնական էքստենսիվ զարգացման մոդելն է գործում,
Դա մի X պահի հաշվի առնելով արտադրողականության քարացած մակարդակը մեր մոտ եւ տեխնոլոգիաներից հեռու գտնվելու տեխնոլոգիաներ չստանալու փաստու պայմանավորված մենք ունենք մի մոդել, որը գալու է միջոր կետ եւ այդտեղ կանգներ։ Տնտեսությունը կոնկրետ այդ պարագայում կանգները Ռուստամ Բադասյան ոչինչ չէր կարող անել։ Ինչքան հավելումներ լինեն, ինչքան ընդհանենք նախորոք կանխավճարները միայն է տնտեսությունը կանգնել էր։ Դա պատճառներից մեկն է նրան հեռացնելու փաթեթավորումը։ Պետական մարմին, որը կոչվում է էկոնոմիկայի նախարարություն։ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է արդեն այդ կանխատեսումը ռեկոմենդացիայի ձևով տալ, որ սենց է շարժում տնտեսությունը։ Այսքան թերահավաքակներ։ Հիմա այս իմաստով պարոն Մելքումյանը շատ ճիշտ ասաց, որովհետև նայեք, ես վերջերս հետազոտություն էի կարդում, այս հետազոտության մեջ դա Հայաստանին էր վերաբերում ընդհանուր միջազգային, բայց մենք կապ չունենք, արդեն ես հասկացա։ Մենք կապ ունենք, չէ, մենք կապ ունենք, մենք ընդ որում շատ կապված ենք, որովհետև Խաշմերուկում ենք գտնում լոգիստիկ կապերի։ Հիմա խնդիրը գիտեք որն է, խնդիրը այնտեղ է, որ մարդիկ փնտրում են ներդրման հնարավորություններ, բայց ճյուղեր որպես այդպեսին չկան։ Շատ երկրներ կան, մանավանդ մեր հարևան երկրներում, նավթա դոլարներով, այսպես ասած, ծաղկած երկրներ, որտեղ որ իրենք փնտրում են, բայց այս զեկույցում գիտեք ինչ էր բերվում, բերվում ասում է, որ եթե այսօր արհեստական բանականությունը մասնակցում է տնտեսական process-ներին կամ տնտեսական ծրագրերին մասնակցում է 8-ից 10%-ով, 45 թվականին այդ թիվը հասնելու է մոտավորապես 45%։ Սա նշանակում է, որ մեր հույսը, որ մենք ձեռնարկությունների քանակը բարձրացնենք, շատացնենք, դա մեզ օգուտ տալու բնավ ոչ։ Մենք պետք է ընտրենք ինովացիոն այս ճանապարհը, մենք պետք է ընտրենք ցանկացած գործիք արհեստական բանականության մեջ, որ բաղադրիչ է մեջ պարունակում, եւ սա մեր տնտեսության մեջ պետք է ներդնենք ընդ որում։ Այստեղ առանձին կորպորացիաները, ընդհանրենք մասնավոր հարուստ սեփականատերերը անելիք չունեն։ Սա առաջին քայլը պետք է կատարի պետությունը, որտեղ տեխնոլոգիաները պարզապես նվեր չեն տալի։ Տեխնոլոգիաները նաև քաղաքական որոշակի նպատակահարմարություններից են առանձին երկրների շնորհվում։ Բայց պետություններն էլ մարդիկ են, չէ՞։ Առաջարկներին անցնենք եւ եթե նրանք պատրաստ չեն, այլ առաջարկներ բիզնեսի պաշտպանվածության, բարելավման եւ արդեն բավականաչափ առաջարկներ արձանագրվել են, այո։ Պետական աջակցությունը ուղղված փոքր բիզնեսին շատ տարբեր ստրուկտուրաների անուններով, ՓՄԶ, Ներդրումների կենտրոն, էկոնոմիկայի նախարարություն եւ այլ պետական մարմիններ, որտեղ նույնիսկ բարձր պաշտոնյաները եղել են հոգաբարձությունների խորհրդի նախագահ կամ անդամ եւ այլն, ցույց տվեց, որ այդ գործիքները առանձնապես էֆեկտիվ չեղան։ Օրինակ փոքր բիզնեսին իմ կարծիքով ավելի հեշտ կարելի է օգնել, հաշվի առնելով հետեւյալ հանգամանքը, որ խոշոր բիզնեսները, որոնք ունեն 3-4000, 5000 աշխատող խոշոր բիզնեսները, առնվազն համագործակցում են 2.5-ից 3000 փոքր միջին միկրո ձեռնարկությունների հետ։ Նրանք սպասարկում են խոշոր բիզնեսին, տրամադրելով տարբեր ծառայություններ եւ արտադրանքներ։ Հետևաբար խոշոր բիզնեսի համագործակցությունը փոքր բիզնեսի հետ խթանելը կձևավորի կայուն սխեմաներ, որտեղ խոշորը հիմնականում միշտ կայուն է մնում եւ նաեւ իր ինստիտուտներով ներքին ինքը կայուն է եւ իր ընդհանուր մասշտաբով գործունեության, նաեւ վարկեր վերցնելու հնարավորություններով այդ 3000 փոքր բիզնեսները, որոնք աշխատում են տվյալ խոշորի հետ, կարող են կայուն վիճակ ձեռք բերել։ Իսկ խթանելը ինչպես պետք է։ Հիմա պետական գործիքները ոչ թե ուղղել անդադ փոքր բիզնեսի վրա միայն, որ տարբեր տրեյնինգներ են անում, երբեմն հռչակում էին 10-15000 փոքր բիզնեսի տրեյնինգ են անցկացրել։ Սարսափելի թվեր են, այսպես նայում ես, բայց ինչ տակա, ինչ եղավ, ինչ կատարվեց, նայում ես, որ նույն չափով էլի փակվեցին, նույն չափով էլի ծնվեցին, ոչինչ չփոխվեց իրականում։ Հետևաբար գործիքներ ուղղել դրան եւ նաեւ խթանել ներդրումները խոշոր բիզնեսներ ստեղծելու համար, որպեսզի այդ կայունությունը, հիմա տեսեք, պարոն Մելքումյանը նշեց, ասենք թե ընդհանուր եթե մի 55000 ասում եք շրջանառության հարկով աշխատող կա, թող մի 10000-ը լինի, ասենք ավելացված արժեքով փոքրի մեջ, էլի։ Ասենք 65000։ 65000-ը եթե բաժանենք 3000-ի 20-25 խոշոր ձեռնարկություն է պետք, որ դրանք կայուն վիճակի մեջ պահես։ Եթե հաշվենք, որ ամեն մեկը մեկի հետ է աշխատում։ Սա մի մոդել։ Երկրորդ կարևոր մոդելը, որ ես կուզեի պարոն Մելքումյանի մտքին ավելացնել, որ Հայաստանի ներկայիս տնտեսական կառուցվածքը երբեք չի ապահովի Հայաստանի մրցունակությունը։ Շատ ճիշտ է դրա մասին։ Այդ տնտեսական կառուցվածքը տարիներ շարունակ իրեն արդեն ապացուցել է ինչ է ի վիճակի բերել։ Դրա համար պետությունը դա պիտի անի,
Դա շուկան չի կարող անել։ Շուկան ի վիճակի չի սահմանելու, թե որ ճյուղերը պիտի զարգանան եւ այդ ճյուղերի տակ ինչ ռեսուրս պետքա դրվի։ Դա պետությունը պետք է դրվի։ Եվ մենք մի ճյուղի օրինակով դա ունենք։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը անդադ գուրգուրում է ՏՏ ոլորտ, թվայնացում եւ այլն, չէ՞, պետական աջակցության որոշակի գործիքներ կան այնտեղ, հարկերի նվազեցման արդեն հնայի 7%-ն է։ Ապրեք։ Եվ հետեւաբար ուրեմն սա երկրորդ դիտող առաջարկս է, որ տնտեսական կառուցվածքը Հայաստանի պետք է վերանայվի եւ դրան մեջ ներառված լինի նաեւ ձեր ասած արհեստական բանականության էլեմենտները, բայց դրան զուգահեռ այդ տնտեսական նոր կառուցվածքի մեջ մենք չպետք է տարվենք միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերությամբ։ Մենք պիտի ունենանք հասարակ նաեւ որոշակի արդյունաբերական ճյուղեր, որոնք կինտեգրեն գործազուրկներին եւ աղքատներին, հատկապես աղքատներին, որտեղ աղքատների կարողությունները, նրանց կրթական մակարդակը, նրանց հմտությունները երբեք թույլ չեն տալու, որ իրենք դառնան այնքան մրցունակ, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկրում ինտեգրվեն։ Նրանք կմնան անվերջ աղքատ։ Հետևաբար նրանց համար պիտի լինեն ցածր մակարդակի, պարզումնակ, աշխատանքային, ուրեմն տեղեր, որոնք որ կձևավորվեն հավաքման արտադրություններով, վերամշակման կամ այլ ավելի հասարակ առարկա։ Եվ երրորդը։ Բայց այդ ամենով օտարերկրացիները չեն գալիս եւ զբաղվում Հայաստանում։ Ոչ միշտ, ոչ միշտ։ Եվ երրորդը ես կառաջարկեի, որ կրթությունը մոտեցվեր աշխատաշուկային, գիտությունն էլ մոտեցվեր կրթությանը եւ բիզնեսին, կոմերցիալիզացիայի նպատակով, որ գիտական նորույթները կարողանայինք առևտրայնացնել բիզնեսի մեջ։ Այս շղթան շատ կարևոր է, որը որ էլի անդադ խոսվում է, ասվում է, արվում է, բայց չգիտես ինչու ոչ թե մոտենում ենք, այլ հեռանում ենք։ Կլաստերիզացիան է դա։ Պարոն Թավադյան, ձեր առաջարկները հակիրճ խնդրում եմ հայտնել։ Ունի շահաբաժին ցանկացած բիզնեսի մեջ, որտեղ հարկ է վերցնում բիզնեսից, այսինքն այդ բիզնեսի բաժնետերն է։ Այստեղ պետությունը ոչ թե պիտի ցկտի իր բաժնեմասը մեծացնել, հարկերը մեծացնելը, որը կարող է բիզնեսը խեղդել, այլ հակառակը, որպես բաժնետեր կարողանա պատասխանատվություն վերցնել բիզնեսի վրա եւ աջակցել բիզնեսին, որպեսզի այն աճի, որպեսզի բաժնե տոն իր բաժնեմասը ոչ թե աճի բաժնի չափով, այլ ընդհանուրի աճի չափով։ Սա ընդհանուր, այսպես ասած, կոնցեպտուալ մոտեցում է, որը պիտի հասկանալ։ Այս պահին մեր կառավարության հիմնական արդյունավետության ցուցանիշը հարկավուկության աճն է, որը բերում է հենց ոչ թե բաժնե ընդհանուր մասի, ընդհանուր բաժնի կամ ընդհանուր փայի մեծացման, այլ հենց այդ տոկոսադրույքների աճին, որը կարող է նաև բիզնեսին խեղդել։ Այս տեսանկյունից իհարկե առաջին հերթին փոքր եւ միջին բիզնեսին պիտի խրախուսման աջակցություն ծրագրեր մտածել, պիտի այնպես անել, որպեսզի իրանք չունենան, այսպես ասած, վերին առաստաղ, որին բախվեն եւ չուզենան եւ չկարողանան աճել կամ ստվերային աճել, եւ ըստ այդմ պետության ընդհանուր շահաբաժինը մեծանում։ Պարոն Մելքոնյան, ձեր առաջարկները։ Աշխարհում կա այսպիսի մի մոտեցում, իսկ ինչի պետք է խրախուսենք փոքր միջին բիզնեսին, ինչի աջակցենք, անհավասար պայմաններ ստեղծենք, անդադ կարանք հավերժ աջակցենք։ Ի վերջո, այո, շատ ճիշտ է, որ փոքրը պիտի շանս ունենա դառնա միջին, միջինը խոշոր։ Եթե մարդ ինչ-որ մի բանով աշխատում է, իր ամբողջ կյանքում ասում է, սա ինձ հերիք է, այս կրպակը ես տեղ նստեմ, այդ մարդը երբեք չի վերապատրաստվում, չի զարգանում, ինքը բավարարում է դրանով, ու հետո դա մեռնում է ինչ-որ մի պահի, որտեղ հավերժ չի կարա, որտեղ կյանքի պահանջները փոխվում են։ Հիմա տեսեք, 2008 թվականի դրությամբ ՓՄԶ ԶԱԿ-ը, որ ասեցիք, ուրեմն պետությունը 2001 թե 2 թվականից սկսած բյուջեին փող էր դնում, փոքր փող էր, հետո մեծացավ, որ այդ մի կազմակերպություններ ստեղծել, որ վարկ տան ցածր տոկոսով ու դրամագլուխ գոյանա այդ վարկային կազմակերպությունը եւ մենք հիմա պատշաճ վիճակագրություն չունենք, չգիտենք 2008 թվականի դրությամբ փոքր միջին բիզնեսը տալիս էր համախառն ներքին արդյունքի 41.5%, արտահանման 27%։ Այսօր մենք պատշաճ վիճակ չենք իմանում, ՓՄԶ-ն եթե հարկերի 2.5%-ն է տալի, բայց ինչքան համախառն արտադրանքի որ տոկոսն է, դրա ես կարող ենք այսպես մի քիչ կորելացված բաներ անել, ասել 18%, 19, 20, բայց դա նորմալ չի, մենք չունենք պատշաճ վիճակագրություն, ոչ էլ արտահանման մեջ։ Մութ անտառ է դարձել վիճակագրությունը։ Սա մեկ։ Երկրորդը, այո, ճյուղային կառուցվածքի փոփոխություն, տեսեք, հիմա տեսեք, եթե մենք վերցնենք երիտասարդ սերնդի կրթական ցենզը, նրանց կրթական մակարդակը համադրենք միջինից բարձր տարիք ունեցող մարդկանց հետ, նու սուտ կլինի, որ ասեմ 45-ից 50-ից բարձր մարդիկ
թանկ տրեյնինգներ են անցնելու, բարձր վերավորակավորվեն ու գնան, չգիտեմ ինչ ան, չի լինի։ Միջև 35-40 տարեկան դու ստեղծում ես այն ինչ որ կա քո գիտելիքները նաև ու հետո հենվում ես դրա վրա։ Եթե իհարկե առանձին բացառություններ չասեմ։ Այսինքն մենք պետք է գնանք, մեր ճյուղային կառուցվածքը շատ վատն է։ 63% առևտուրն ու ծառայություններն են։ Իսկ դու տենց չես կարող բանի հասնես, իսկ քո իրական սեկտորը, ինչ են ասում, ռեալնի սեկտոր էկոնոմիկի։ Ուրեմն 13% քո ընդհանուր արդյունաբերությունն է, ուրեմն 7.9%-ի չլա գյուղատնտեսությունը եւ 7.1% շինարարությունը։ 10 տարի առաջ ուղիղ 15 թվին ուրեմն արդյունաբերությունը գյուղատնտեսությունը ամեն մեկը 16-17% էին։ Այսինքն ինչ ենք ասում իրական սեկտոր, որտեղ ստեղծվում է հավելյալ արժեք։ Ոչ մեկ չի ասում, չէ, ես պատրաստվում եմ հազարավոր աշխատատեղեր ստեղծել առևտրի ոլորտում։ Ճյուղային իրական սեկտորը պետքա բարձրանա, իրական սեկտորը գա իր քաշին, որտեղ քաշի ծնգած է, որտեղ հավելյալ արդյունք կստեղծվի, որը կբերի աշխատանքի արտադրողականության աճին ու իր հետևից կտանի ուրեմն մյուս ոլորտներին։ Եվ երկու բան, մեկը պետական բաժնեմասերի վերաբերյալ, ես ուղղակի մի օրինակ եմ ուզում բերեմ, 2002 թվականին հանրահայտ Նայրիտ գործարանից երկու ժամանակակից նոր հոսքագծեր, ուրեմն տեղափոխվեցին Չինաստան, Շանսի քաղաք, որտեղ ձևավորվեց Շանսի Նայրիտ համատեղ ձեռնարկությունը, 60% չինական բաժնեմաս պետական, 40% ուրեմն Հայաստանի Հանրապետության, դրանից հետո ոչ մեկ չգիտի, թե 40%-ի դիմաց։ Ես բազմիցս պատգամավորած ժամանակ դիմել եմ, այն ժամանակ էներգետիկայի նախարարություններ դրանով զբաղվում, որտեղ Նայրիտը պարտք էր գազի գծով մեծ պարտք, այսինքն նա գազա նրա հումքը, կամ գրանուլներ պետք է լինի, կամ գազը պետք է լինի, եւ ուրեմն սենց էլ մենք մոռացել ենք, թե Շայնսի Նայրիտի 40%, գտնել այդ 40%, եւ վերջապես, քանի որ կրթությունը պետք է առաջանցիկ զարգանա, ուրեմն այո, պետք է լինի անվճար բարձրագույն կրթություն, խոսքը գնում է 60,000 ուսանող ունենք եւ միջինը 500-550,000 դրամ վճար, դառնում է 30-35 միլիարդ։ Արևան Վրաստանի օրինակ 33 միլիարդ, հաշվել ենք, այսինքն հիմա ինչ անենք, այդ մարզից այդ մեր ուսանողին կամ ուսանողը գա, գնա աշխատի, որ վճարը վճարի, դասի կեսը չգա, կեսել քնի, որտեվ գիշերը աշխատել է կամ ինչ, սա ինչ վիճակ է։ Եվ հետո ստանա թուղթ, որը ոչ մի մրցունակություն չունի։ Պարոն Կամինդակյան, վերջին սա այսքան վերջին ես ուսանողների հետ կապված մեր հարգարժան կոլեգայի միտքը շարունակեմ։ Ուսանողների հետ կապված մենք խնդիր ունենք նաև ուսանողական հանրակացարանների անվճար, որովհետև այն գումարը, որ ուսանողները թանկարժեք Երևանում վճարում են, նրանց ծնողները, ընտանիքները, դա վստահ եք ուսուցանելու եւ լավ սովորելու գրավական չի։ Այս մարդկանց մոտ անընդհատ անհանգստություն է եւ ընտանիքին օգնելու համար նրանք ստիպված գնում են աշխատում են սպասարկման ոլորտներում, որովհետեւ ընտանիքին սպասարկման ոլորտում աշխատող մարդը լավ մասնագետ չի դառնալու։ Ինչ վերաբերում է ճյուղային առաջարկներին, մենք զրուցեցինք հիմնականում գետնի վրա գործող ճյուղերից, ես մի ճյուղային այս բան եմ ուզում այստեղ բերեմ նորություն, մենք կրիպտո աշխարհում ենք գտնվում եւ կրիպտո աշխարհի կապիտալիզացիան առանձին ժամանակում 4.5 տրիլիոն է բարձրանում առանձին գնահատականներով, Հայաստանը կրիպտո աշխարհից անջատված է։ Կրիպտո աշխարհը արդեն կրիպտո վարկերն են, կրիպտո ավանդներն են, կրիպտո բլոկչեյն համակարգի վրա հենված էկո համակարգերն են։ Այստեղ գիտական ներուժը, սա կրիպտո աշխարհը, այսպես խորամանկների եւ խաբեբաների աշխարհը չի։ Սա խոշորագույն այդ միավորումների աշխարհն է, գիտակից, խելացի, նույնիսկ հանճարների աշխարհն է։ Հայաստանը այս բնակավարում ոչինչ չի անում։ Այո, դիսկոմֆորտ են ապրում։ Իրանք սովորեն պահպանողական, անետ 50 տարի նույն։ Այստեղ մեր խնդիր ունենք, այստեղ նիսիայի տետրեր կան, դուք կրիպտոից եք խոսում։ Չէ։ Առաջընթացը, պարոն Վախտյան, առաջընթացը այդ տետրերը չեն, առաջընթացը ուսումն է եւ այս մնացածը։ Մեկ էլ մի կարևոր խնդիր կա, ինձ իմացել եմ, որ գալու եմ այս զրույցի մասնակցեմ, ինձ ոսկերչական բնակավարի բազմաթիվ մասնակիցներ են դիմել եւ մի խնդիր են բարձրացնում, կոնկրետ ճյուղային խնդիր են բարձրացնում։ Հայաստանը, որը ոսկու հանքաքարը արդյունահանում եւ արտահանում անընդհատ, Հայաստանում ոսկի չի վաճառվում պետական որևիցե ձեռնարկության կողմից կամ ենթադրենք ֆինանսների նախարարության կողմից
կամ կենտրոնական բանկ կողմից։ Մենք վերջնական մաքուր ոսկի ռաֆինացված չենք արտադրում։ Գիտեմ, բայց սա խնդիր է։ Պրոյեկտը ձախողվեց։ Սա խնդիր է։ 4 տոննա ոսկի էինք մենք արտադրում տարեկան։ Սա լուրջ խնդիր է, որովհետեւ գիտեք ոնց է, սա նշանակում է ամբողջ փաստաթղթավորման այդ ամբողջ շղթայի կասկած։ Բայց ճյուղները գերակա ճյուղ է, գիտեք։ Այո, գերակա ճյուղ է։ Եվ հպարտության ոչ միայն գերական, նաև ինչպես են հպարտանում։ Բայց այս Բայց ինչ եղավ, իհարկե։ 1 րոպե, խնդրում եմ։ Հիմա վերջին ինչ եղավ այդ ոսկու։ Հիմա մենք չխոսեցինք մեր մարզերից, որ պետք է Երևանը դառնա Հայաստան դառնա մեծ գլխով, փոքր մարմնով, մի հատ դիստրոֆիկ տնտեսական համակարգ։ Ամեն ինչ Երևան, ամեն ինչ տեղ ու դրա համար պետք է ոչ թե Երևանում հանրակացարաններ ոնց կամ ասեմ սարքել, հաղորդմանը, խցանਵਾ ոնց տեղից գնամ այնտեղ բժշկի եւ այլն։ Հիմա տեսեք, Չինաստան, չէ, որ տրիումֆալն է, այսպեսի մեծ աճ ունեցավ։ Տալիս է ցանկացած ապրանք, ինքը լրիվ այդ կոպիան պատճենանում տալիս է քեզ, ինչ ուզում ես ու գրում է, ու որակյալ։ Հիմա տեսեք, Հայաստանում կան բացառիկ ձեռնարկություններ 1-2, ուզում եմ անպայման նշեմ Վանաձորի Գլորիա, գործարանի մասին, կարի արտադրության մասին, որը լրիվ նույն այդ չինական մոդելով կարող է տոլինգով, այսինքն պարտադիր չի դա հայկական ապրանք կոչ, ինքը լրիվ այդ պրոդուկցիան տալիս է եւ հիմա Մոնգլերի նաեւ արտադրանքն է հարագից գնում այնտեղ մի երկու տեղ, այսինքն մենք պետք է մեր մարզային մասնագիտացման մակարդակը նաեւ տեսնենք որտեղ ինչ։ Գյումրին եղել է տեքստիլ քաղաք, Գյումրի տեքստիլ, մանվածքային ֆաբրիկա, Գուլպան ասկեղենի ֆաբրիկա։ Մենք պետք է կարողանանք ամեն մարզի համար գտնենք, որպեսզի հետ գնան մեր շրջանավարտները աշխատեն բարձր արտադրողական, այլ ոչ թե գան Երևան, որտեղ մտե կյանք չկա նաև սոցիալական։ Սա պետքա լուծվի, բայց սա պետքա քաղաքական կամքի արդյունքում լուծվի։ Վանաձորում բազում կամ այո, նաև բազում, այո, շատ լավ, որոնց է 3000 աշխատող։ Այո։ Բայց խնդիրը հեշտ է էլի լուծելը։ Մենք երբ որ տնտեսությունով ենք գնում դեպի գործազրկություն, աղքատություն կամ դեմոգրաֆիա լուծելու, հաճախ դժվար է ստացվում կամ չենք դիպուկ որոշում։ Հակառակը պետք է դնենք դեմոգրաֆիա, ինչ անել, որ դեմոգրաֆիական խնդիրը լուծվի։ Ու գնում ենք աշխատատեղեր եւ գտնվում են լուծումներ ավելի հեշտ բամուկի կենտրոններ մակրիցան միակ լուսավոր բանն է, բայց խնդիրը հեշտ է լուծել, եթե հասկանում ես որտեղ է խնդիրը։ Թվարկենք այս 1 ժամվա ընթացքում հնչած փառահեղ առաջարկներ եղան, պետական աջակցության գործիքակազմ, հավասար մրցակցություն, բիզնես հարաբերություններ կառավարության հետ, հարկային բեռի վարչարարության փոփոխություն, անվտանգության բարձիկներ, շատ դուրս եկավ, խաղի կանոնները, գիտեք, այս խաղի կանոնները, որ շարունակ փոխվում են ամեն երամսյակում, սա արդեն խաղի կանոն չէ, համաձայն եք։ Ցոցի է, հին հայկական, չէ։ Լրիվ նոր տնտեսական քաղաքականության հարցում պարոն Մելքումյանի առաջարկները երաշխավորված ներդրում, երաշխավորված տնտեսական աճ եւ զարգացում։ Մենք ունենք ցածր արտադրողականություն, պետք է բարձրանալ, հմուտ կադրերի պակաս պետք է վերանայել, ձեռնարկատիրական մշակույթի բարձրացում, համակարգչի աջակցում տնտեսությունը, սեփական ինստիտուտի պաշտպանվածություն, ինովացիոն նորարարական ծրագրեր, խթանել խոշոր եւ միջին բիզնեսի ներդրումները, տնտեսական կառուցվածքի վերանայում, ինտեգրել աղքատներին պարզունակ արտադրական մոդելներով, կրթություն, աշխատանք, գիտություն, փոխհարաբերություն, պետության պատասխանատվություն, ճյուղային կառուցվածքների բարձրացում, գտնել նայիրիտի 40%-ը։ Շանսի նայիրիտի։ Այո, շանսի նայիրիտի 40%։ Անվճար բուհ, բոլորը համաձայն են։ Անվճար հանրակացարաններ, բոլորը համաձայն են։ Ոսկու, որտեղից գնել ոսկի, երբ երկիրը ոսկի է։ Իմիջած հաղորդման մեջ այս բաղադրիչը ամենաշատը հիշելու մարդիկ։ Շնորհակալություն հուշելու համար եւ մարզային բիզնեսի խթանում։ Լսենք արհեստական բանականությունը։ Հայաստանում բիզնեսի պաշտպանվածությունը բազմաշերտ հարց է։ Չնայած վերջին տարիներին օրենսդրական դաշտը բավականին բարելավվել է եւ բացահայտ ռեկետի կամ պետական կոպիտ միջամտության ռիսկերը նվազել են, սակայն դեռևս կան մարտահրավերներ կապված դատական համակարգի արագության եւ հարկային վարչարարության հետ։ Որպեսզի ներդրումները լինեն պաշտպանված եւ բիզնեսը դիմակայուն, անհրաժեշտ է կիրառել հետեւյալ գործիքակազմը։
իրավական ամուր հիմքեր։ Սա ձեր առաջին եւ ամենակարևոր պաշտպանական գիծն է։ Ճիշտ կանոնադրություն։ Մի օգտվեք ստանդարտ նմուշներից։ Կանոնադրության մեջ հստակ սահմանեք բաժնետերերի իրավունքները, որոշումների կայացման կարգը եւ լուծարման պայմանները։ Բաժնետիրական պայմանագիր։ Եթե բիզնեսն ունի մեկից ավելի սեփականատեր, սա պարտադիր է։ Այն կարգավորում է կոնֆլիկտների լուծումը, որոնք հաճախ ավելի մեծ վտանգ են, քան արտաքին գործոնները։ Պայմանագրային կարգապահություն։ Բոլոր գործարքները, վարձակալություն, մատակարարում, ծառայություններ պետք է ունենան գրավոր պայմանագրեր, հստակ տույժ-տուգանքների եւ ֆորս մաժորային կետերով։ Հարկային եւ ֆինանսական թափանցիկություն։ Սպիտակ հաշվապահություն։ Հայաստանում սև կամ մոխրագույն դաշտում աշխատելը բիզնեսը դարձնում է խոցելի պետական մարմինների կողմից։ Լիարժեք թափանցիկությունը ձեր լավագույն պաշտպանությունն է ստուգումների ժամանակ։ Հարկային պլանավորում։ Օգտվեք օրենքով սահմանված արտոնություններից, օրինակ ՏՏ ոլորտի արտոնություններ կամ սահմանամերձ գոտիների հարկային թեփևացումներ։ Մտավոր սեփականության պաշտպանություն։ Ապրանքային նշանի գրանցում մտավոր սեփականության գրասենյակում, IPA-ում, սա կկանխի ձեր անվան տակ ուրիշների հանդես գալը։ Գաղտնիության պայմանագրեր, NDA։ Աշխատակիցների եւ գործընկերների հետ կնքեք NDA-ներ, որպեսզի ձեր բիզնես գաղտնիքները կամ հաճախորդների բազան չգողացվեն։ Ինստիտուցիոնալ աջակցություն, անդամակցություն միություններին։ Դարձեք Հայաստանի արդյունաբերների եւ գործարարների միության կամ Ամերիկյան առևտրի պալատի AmCham-ի անդամ։ Սա ապահովում է կոլեկտիվ պաշտպանություն եւ լոբինգի հնարավորություն։ Ներդրումների աջակցության կենտրոն, Enterprise Armenia։ Սա պետական կառույց է, որն օգնում է ներդրողներին հարթել խնդիրներ պետական մարմինների հետ եւ ուղերձում է բիզնեսին։ Արբիտրաժային վերապահում։ Քանի որ դատական համակարգում գործերը կարող են տարիներ տևել, պայմանագրերում ներառեք արբիտրաժային կետ։ Սա թույլ կտա վեճերը լուծել ավելի արագ եւ պրոֆեսիոնալ հարթակներում, օրինակ Հայաստանի արբիտրաժային կենտրոնում։ Հայաստանում բիզնեսի անվտանգության գլխավոր երաշխիքը հարաբերությունների եւ օրենքի հավասարակշռությունն է։ Երբեք մի հենվեք միայն բանավոր պայմանավորվածությունների, անկախ նրանից, թե որքան վստահելի է գործընկերը։ Արհեստական բանականությունը այդքան շատ տեղյակ չէ Հայաստանի տնտեսական առանձնահատկություններին, այո, եւ նաեւ այն, որ կառավարության համար երբեմն միջազգային դատարանների այս կամ այն որոշումները իրագործելի չեն։ Մեր քննարկումն այսքանն է, շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։